Տիկին Պողոսյան, իհարկե գովելի է, որ դուք մեկ աղբյուրից գնումների դեմ ներողություն իհարկե գովելի է, որ դուք որոշել եք պայքարել մեկ աղբյուրի դեմ գնումների դեմ եւ ֆինանսական միջոցների արդյունավետության համար, ըստ այդմ երկու հարց։ Մոտավորապես կասեք մեկ աղբյուրից գնումները 24 թվականի ֆինանսական տարում որքան են կազմել եւ երկրորդը ինձ կասեք ինչու հանկարծ ձեր ձևավորած կառավարությունը որոշեց մեկ աղբյուրից գնում անել եւ Իմ քայլը հիմնադրամին կրթական ծրագրերի համար գումար հատկացնել։ Ինչու մեկ աղբյուրից հենց Իմ քայլը հիմնադրամին, այլ ոչ թե բազմաթիվ այլ հիմնադրամների, որոնք կրթության բնագավառում ավելի մեծ փորձառություն ունեն, եւ որքան է կազմել մեկ աղբյուրից գնումը, այսինքն պետությունը որքան փող է տվել Իմ քայլը հիմնադրամին։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խաչատրյան, ոչ մոտավորապես չեմ ասի, որովհետև չեմ տիրապետում այդ թվին ամբողջապես, եւ եթե խնդիր եք տեսնում մնացած դրվագներում եւ ոլորտներում, կառաջարկեմ միասին աշխատենք եւ հնարավորինս նվազագույնի հասցնենք, որովհետև ես համաձայն եմ ձեր այն կոնտեքստի հետ, ասած է այն կոնտեքստի հետ, որ մրցակցությունը միայն բարձրացնում է որակը, անկախ նրանից, որ ոլորտում էլ դա լինի, ուրախ կլինեմ համագործակցել։ Ունեք արձագանք։ Համագործակցությունը վանեցու ասած լավ բանի, բայց ես դες հարց եմ տալիս, ձեր վերաբերմունքը կառավարության կողմից Իմ քայլը հիմնադրամին, գիտեք, չէ՞ տնօրենը, գիտեք, Իմ քայլը հիմնադրամին մեկ աղբյուրից գումար հատկացնելուն եւ այդ գումարը չգաղտնազերծելուն, որովհետեւ մեր խմբակցությունից եղել է հարցում։ Որ թվականի մասն է խոսքը։ 24 թվականի եւ կօրինակ 25 թվականի առաջի կիսամյակին։ Այդ կրթվել է նորաձև է ծրագրի շրջանակներում հատկացված գումարի մասին։ Ես ուզում եմ ձեր գումարը, այդտենց օրինակ ինչի ժրաջանորեն ձեր կուսակցության մեջ այդ հարցը չեք բարձրացնում, բայց հանկարծ հակակցական այս արշավի շրջանակներում մեկ աղբյուրից գնումը ձեր մոտ դարձավ այդքան մտահոգիչ։ Շնորհակալություն։ Եթե խոսքը 24 թվականի ընթացքում վարչապետի աշխատակազմից ծախսված գումարների մասն է, եթե չեմ սխալվում, դա ծախսվել է այն արարողակարգի եւ ընթացակարգերի արդյունքում, որով վարչապետը մասնակցում է միջոցառումների եւ ցանկացած միջոցառման, որին վարչապետը մասնակցում է, այդ միջոցառումների վրա ծախսվում են գումարներ։ Մնացած մասը, եթե ես չեմ սխալվում, բայց իհարկե շուտով բյուջետային քննարկումներ են, պարոն Հարությունյան կգա իրենից կճշտեք, մնացած մասը հիմնադրամի ծախսերն են, որոնք հիմնադրամն է կազմակերպում, այն մասը, որը հիմնադրամն է կազմակերպում, մնացած մասը ամբողջությամբ այն հատվածն է վճարում, ընդ որում այդ նույնը վերաբերում է վարչապետի բոլոր այցելություններին եւ բոլոր միջոցառումներին, մասնակցություններին, դա կառավարությունից է ծախսում, եթե հայտնի չէր, ոնց որ թող հայտնի դառնա, մնացած մասը հիմնադրամի ծախսերն են եղել, բայց ավելի մանրամասն բյուջետային քննարկումներ ընդամենը 1-2 շաբաթից պարոն Հարությունյան կգա հարցնեք հասկանանք, իսկ ինչ վերաբերում է իմ ասածին, ներողություն պարոն Արշակյան, այդ մասով բնականաբար նորմալ են վերաբերում, չեմ կարծում, թե ուրիշ տեղից պետք է դրամահայթայթումով զբաղվել, որպեսզի Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ որ միջոցառման մասնակցի։